Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը կալանավորվեց 2020 թվականի մայիսի 17-ին։ Հուլիսի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոն նստավայրում նրա գործով նախնական դատալսումներն էին։ Հանկարծ բոլորիս աչքի առաջ Արմենը կորցրեց ինքնազգացողությունը, թեքվեց ու ընկավ աթոռից։ Դատարանի դահլիճում խուճապ առաջացավ։ Ներկաներից ամեն մեկը փորձում էր ինչ-որ կերպ օգնել Արմենին, ուշքի բերել նրան։ Տեղ հասած շտապօգնության բրիգադը վերակենդանացման միջոցառումներ իրականացրեց, սակայն ապարդյուն։ Արմեն Գրիգորյանը հանկարծամահ էր եղել։ Դիահերձման արդյունքներից հայտնի դարձավ, որ մահվան պատճառը եղել է գլխուղեղի կաթվածը։ Արմեն Գրիգորյանի մահվան դեպքին անդրադարձավ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, գրելով. «Ծայրահեղ անընդունելի եւ մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը, պատշաճ չեն բացահայտվում եւ հասցեագրվում առողջական խնդիրները, ինչը հանգեցնում է նման ողբերգական հետևանքի»։ Պաշտպանը նաև ասել էր, որ պարզաբանումներ է պահանջել դատախազությունից, Արդարադատության նախարարությունից, Արմեն Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունների, դրանց բուժման նպատակով ձեռնարկված միջոցառումների եւ մահվանը հանգեցրած մյուս հնարավոր հանգամանքների վերաբերյալ։ Նա նաև շեշտել էր. «Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում»։ Մեղավորները սակայն պատասխանատվության չկանչվեցին, որովհետև ողջ գործընթացը իրականացվում էր իշխանության պատվերով։ Անազատության մեջ գտնվող Արմեն Գրիգորյանին քրեակատարողական հիմնարկում անգամ զրկել էին տեսակցությունից, ինչը բարոյական եւ ֆիզիկական խոշտանգում էր։ Իրավապահների կողմից այդպես էլ քննության առարկա չդարձավ ամենակարևոր հարցը՝ ինչու էր Արմենը հայտնվել անազատության մեջ, արդյոք նրա կալանավորումը հիմնավոր էր։ Արմեն Գրիգորյանը դարձավ Հայաստանում հաստատված ՔՊ-ական ռեժիմի բռնատիրության զոհը։ Նրա նկատմամբ կիրառված կալանքը քաղաքական հետապնդում էր ազատ խոսքի համար։ Սրան հանեք, մարդ չմեռնի էլ, հող չտանք էլ, մարդկանց կյանք չխախտվի էլ, երկիրս խայտառակ չլնի էլ։ Նա բանտարկվեց իր կարծիքը հայտնելու, ճշմարտությունն ասելու, իր երկրի գլխին կախված վտանգի մասին ահազանգելու համար։ Նա դարձավ այս իշխանության թշնամին, երբ խոսեց իր պետության, հայրենիքին սպառնացող վտանգի մասին, եւ հենց դրա համար նա ենթարկվեց հետապնդման ու բանտարկվեց։ Արմեն Գրիգորյանը խիզախաբար անմնացորդ նվիրումով պայքարեց բոլորիս արժանապատվության համար, հայրենիք ու պետականություն ունենալու համար։ Այսօր Հայաստանում, ինչպես դիպուկ բնորոշում են մասնագետները, հաստատվել է նեոթուրքական փաշիզմ։ Այն վախ է տարածում երկրում։ Կալանավորում ու բանտերն են լցնում հայրենասեր հայերին, ովքեր դեմ են վարվող քաղաքականությանը։ Արմեն Գրիգորյանն այն մարդն էր, ով չվախեցավ ասել ճշմարտությունը։ Արմենն իր մահով հաղթել է նեոթուրքական փաշիզմին։ Մնում է, որ ապրողներս դա գիտակցենք։ Հայք Նյուզ, լրատվական։